Հարիճավանքի 13-րդ դարի որմնանկարը վերականգնվում է։ Նախագիծն իրականացնում են իտալահայ ճարտարապետ Արա Զարյանը և որմնանկարների վերականգնող մասնագետ բելգիացի Քրիստին Լամուրեն։ Նրանք շուրջ 1 ամիս է աշխատում են հուշարձանում։ Օդիգիտրիա որմնանկարն է, հունարենից թարգմանաբար նշանակում է ճանապարհ ցույց տվող։ Քրիստոնեական պատկերագրության մեջ Տիրամոր ամենահայտնի կերպարներից է Աստվածամայրը գահին նստած, գրկում մանուկ Հիսուս։ Ախտորոշման, մաքրման, վերականգնման և կոնսերվացման աշխատանքների արդյունքում մասնագետներին հաջողվել է որմնանկարը դարձնել ընթեռնելի և բացահայտել նոր մանրամասներ։ Որմնանկարի մասին փաստագրական շատ տեղեկություններ հայտնի չեն։ Միակ հայտնի փաստն այն է, որ ստեղծվել է 1235 թվականին։ Մասնագետների խոսքով թվագրությունը գրեթե անվնաս է պահպանվել, մինչդեռ արձանագրությունն ու պատկերային ամբողջական հորինվածքը զգալիորեն վնասվել են։ Մեր աշխատանքը Հարիճավանքի որմնանկարների բեկորների հետ սկսվել է մի քանի տարի առաջ։ Մենք 2021 թվականին առաջին անգամ եկանք այստեղ, որտեղ գիտեինք, որ որմնանկարի հետքեր կային, կտորներ կային։ Եկանք այդպես ուղղակի նայեցինք, բավական քիչ բան էր երևում, նախ որովհետև ինքը իր տեղադրությունը այնպես է, որ կենտրոնական մասը գավիթի որ կա, այնտեղ լուսավոր է, այսինքն երթիկ ունենք այնտեղից է լույսը եւ փոքր պատուհաններ կան, այսինքն ինքը ընդհանրապես մթնոլորտը գավթի ներսում մութ է, բայց լույսերով բանով այդպես եկանք նայեցինք եւ չենք պատկերացնում ինչ է առաջին հերթից, ճիշտն ասած, չգիտենք ինչ պատկերագրություն է նկարված։ Հետո մյուս տարի վերադարձանք 22-ին եւ որոշեցինք ավելի լավ ուսումնասիրել եւ նախագիծ անել։ Նախագիծը 5 տարի տևած նախապատրաստական աշխատանքներից եւ մի քանի փուլով քննարկումներից հետո հաստատվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մոնումենտալ նկարչության գիտամեթոդական հանձնաժողովի կողմից։ Վերականգնման աշխատանքները մեկնարկել են Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ։ Վերականգնող մասնագետների առաջնային նպատակը եղել է պահպանված հատվածների ամրակայումը եւ հետագա վնասման կանխումը։ Շուրջ 8 քառակուսի մետր մակերես զբաղեցնող որմնանկարից պահպանվել է մոտ 3 քառակուսի մետր հատվածը։ Հիմնական հարցը, ասենք ինչու է վնասվել։ Երկու հիմնական պատճառ կա։ Առաջինը, որ տանիքից ուրեմն երբ որ հպվել է գավիթը եկեղեցուն, այդ հպման մասում վերևի մասում տանիքում ուրեմն առաջացել է տարիների ընթացքում շարժվել են սալերը եւ այնտեղից ուրեմն ջուրը կամաց հոսացել։ Այսինքն ինչքան անձրևներ են եկել այստեղ կամ ձնհալներ են եղել, այդ ձնհալների կամ անձրևների հետևանքով պատի եզրով, այսինքն գավիթի եւ եկեղեցու պատի եզրով հենց տակն էլ գտնվում է որմնանկար։ Այդտեղ որ հոսացել է ջուրը, ծորացել է եւ այդ հետքերը բոլորը կան։ Տիրամոր եւ Մանուկ Քրիստոսի պատկերներից պահպանվել են միայն վարսերի ու լուսապսակների առանձին հատվածներ։ Կենտրոնական հորինվածքի երկու կողմերում նշմարվում են Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետերի օրվագծերը։ Քրիստին Լամուրի խոսքով որմնանկարի քայքայմանը նպաստել են ոչ միայն անձրևաջրերի ներթափանցումը կամ բնական աղետները։ Որմնանկարը զգալիորեն վնասված է։ Պարզ երևում են քարերի հարվածները, որոնց հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել են պատկերների դեմքերը։ Չենք բացառում, որ վնասումը կարող է լինել դիտավորյալ։ Վերականգնման հիմնական աշխատանքներից առաջ նախ լուծվել են ջրամեկուսացման եւ խոնավության խնդիրները։ Խոնավություն կա, այո կա, որտեղից է տանիքից, ուրեմն պիտի տանիքը վերանորոգվի, ով պիտի վերանորոգվի, մենք նախագիծ արեցինք մի հատ լրացուցիչ, 23 թվականին եկանք, հատուկ գործիքներ ունենք, հատուկ նյութեր ունենք, Իտալիայից եկանք, ես բարձրացա տանիք եւ մի ընկեր ունեմ, ինքը ինձ օգնեց ու այդ ամբողջ ջրամեկուսացումը մենք արեցինք, մաքրեցինք, այդ ջրամեկուսիչ նյութը դրեցինք, խոնավությունը չափել ենք սկզբից, մի տարի հետո եկանք խոնավությունը չափեցինք երկրորդ անգամ, տեսանք որ ամեն ինչը շատ լավ է, այսինքն ինքը չորացել է։ Ուրիշ խնդիր առաջացավ, սնկաբանական։ Քանի որ խոնավություն կար, ուրեմն բորբոս կար, ուրեմն սնկեր էին աճել որմնանկարի պատկերի վրա, այն հատվածները, որոնք որ պահպանվել էին, արեցինք այդ ամբողջ մասը սնկաբանական։ Եվ թույլատվություն տվեցին եւ փաստորեն հիմա մենք եկել ենք արդեն հունիսի 3-ից սկսել ենք աշխատանքները։
Առաջին անգամ չէ, որ վերականգնող ճարտարապետ Արա Զարյանն ու որմնանկարների վերականգնող Քրիստին Լամուրեն սեփական նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով հանձն են առնում հայկական սրբավայրերի որմնանկարների վերականգնում։ Լմբատավանք, Հաղպատի վանք, Դադի վանք, Արթիկի Սուրբ Գևորգ, Մաստարայի Սուրբ Հովհաննես, Կարմրավոր եկեղեցիներ։ Իսկ Որոտնավանքի միակ որմնանկարը հնարավոր է մինչ օրս էլ վերականգնված չլիներ, եթե 2011-ին այնտեղ չայցելեին մասնագետները։ First time I came to Armenia, it was a tourist trip. Առաջին անգամ որպես զբոսաշրջիկ Հայաստան գալուց հետո տպավորվել էի Որոտնավանքի որմնանկարներից մեկով։ Վերադառնալով Իտալիա կապ հաստատեցի ճարտարապետ Արա Զարյանի հետ եւ առաջարկեցի պահպանել այն։ Ստացանք թույլտվություն եւ 10 օրում ավարտեցինք վերականգնումը։ Հայաստանում հաճախ ուշադրությունը կենտրոնանում է սրբավայրերի ճարտարապետության վրա, մինչդեռ որմնանկարները մնում են ստվերում։ Ես սիրում եմ այս պարզ ու ազդեցիկ մշակույթը։ Քրիստին Լամուրեն 45 տարի զբաղվում է այս աշխատանքով եւ Իտալիայում 100-ից ավելի որմնանկարներ է վերականգնել։ Lmbatavank here, the first one. Ամենածավալուն աշխատանքը եղել է Լմբատավանքում, որտեղ 5 տարի ամռան ամիսներին եկել ենք Հայաստան մի քանի փուլով աշխատելու համար։ Զուգահեռ ուսումնասիրում էինք նաև Արագածի տարածքում գտնվող եկեղեցիները հասկանալու համար, արդյոք Լմբատավանքը միակ որմնանկարներով հարուստ հուշարձանն է։ Հարիճավանքի որմնանկարի վերականգնման նախագծի հեղինակային հսկողության պատասխանատուն իտալաբնակ փորձառու վերականգնող Լիաննա Ղուկասյանն է, իսկ տեխնիկական ծառայության պատասխանատուն Ռիջիտ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Հիմնականում ուրեմն ամրակայումն է, ամբողջ ու շատ եզրեր կան, որովհետև կտորներ են տարբեր, ու այդ բոլոր կտորները պիտի եզրերը ուրեմն մաքրես եւ ամրակայես, որպեսզի ինքը ամուր լինի եւ այդ պահպանված կտորների մասնիկները չկորեն, չընկնեն, որովհետև եթե պոկվեցին ընկան, ուրեմն որմնանկարը ավելի կվնասի ու ավելի քիչ կհասկացվի։ Եվ ներարկումներ են անում, որովհետև բավականին ներարկումներ կան։ Այսինքն բավական է այնտեղ մի քիչ դու ձեռքով անես, տեսնում ես, որ տակը դատարկ է, ուրեմն այնտեղ պիտի անցքեր անես եւ հատուկ նյութերով, որոնք Իտալիայից ենք բերել բոլորը, պիտի ներարկում անես, ինքը պիտի չորանա, հետո մաքրես, հետո սնկաբանական բաներն անես, այսինքն բավական երկար այդպես աշխատանքներ կան, որոնք որ իսկապես չեն երևում, պիտի ասեն, ինչ արեցին, եկան գնացին, բայց այդ բոլոր աշխատանքները պետքական են շատ։ Մասնագետները Հարիճավանքի որմնանկարի ամբողջական ենթադրյալ հորինվածքը նախատեսում են վերարտադրել արհեստական բանականության օգնությամբ։ Վերակազմությունը լուսային պրոյեկցիայի միջոցով Արա Զարյանի խոսքով կարտացոլվի որմնանկարի պատին, հնարավորություն տալով մարդկանց տեսնել հուշարձանի նախնական տեսքը։ Նախաձեռնությունը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Ծրագրի իրականացման համար վերականգնող մասնագետներին անհրաժեշտ են համակարգչային ծրագրավորման մասնագետների ներգրավվածություն եւ համապատասխան թույլտվություններ, ինչը ենթադրում է նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։